Իմ սիրտը բարի նյութով է հորդում։ Ես արտասանում եմ իմ արքայի մասին իմ շարադրանքը, լեզուս ճարտար գրողի գրիչ է։ Դու մարդկանց որդիներից ավելի գեղեցիկ ես, քո շուրթերից շնորհ է հոսում։ Դրա համար քեզ Աստված օրհնեց Հավիտյան։ Կապիր սուրդ մեջքիդ, ով հզոր, քո փառքով ու քո վայելչությամբ, ու քո մեծափառության հաջողությամբ ձիավարիր, հանուն ճշմարտության ու հեզության եւ արդարության, ու քո աջ ձեռքը քեզ ահավոր բաներ կսովորեցնի։ Քո նետերը սուր են թագավորի թշնամիների սրտի մեջ, ժողովուրդները քո տակն են ընկնելու։ Ով Աստված, քո գահը Հավիտյանս Հավիտենից է, քո թագավորության գավազանը ուղղության գավազան է, դու արդարությունը սիրում ես, իսկ անօրենությունն ատում։ Դրա համար էլ Աստված, քո Աստվածը, քեզ ուրախության յուղով օծեց, քո ընկերակիցներից ավելի, քո բոլոր հանդերձներից զմուրս ու հալվե եւ կասիա է բուրում, փղոսկրիա պալատներից, որով քեզ ուրախացրին։ Արքայադուստրերը քո պատվավոր տիկնանց մեջ են, թագուհին քո աջ կողմն է կանգնում, ոփիի ոսկով զարդարված, ով դուստր, լսիր ու տես, ու խոնարհիր քո ականջը, նաեւ մոռացիր քո ժողովրդին ու քո հոր տունը, այն ժամանակ թագավորը մեծապես կցանկանա քո գեղեցկությունը, քանի որ նա է քո Տերը, պաշտիր նրան։ Եվ Տյուրոսի աղջիկն այնտեղ է լինելու, իր ընծայով, ժողովրդի հարուստներն անգամ խնդրելու են քո շնորհը։ Թագավորի աղջիկը ներքուստ ամբողջապես փառավոր է, նրա հանդերձը ոսկեհուր է, ասեղնագործ հանդերձով է բերվելու թագավորի մոտ։ Նրան հետևող ընկերակիցները քեզ մոտ են բերվելու, ցնծությամբ եւ ուրախությամբ են բերվելու։ Նրանք թագավորի պալատն են մտնելու, քո հայրերի փոխարեն որդիներդ են լինելու, ամբողջ երկրի մեջ նրանց իշխաններ ես դարձնելու, քո անունը հիշվելու է բոլոր սերունդների մեջ, դրա համար քեզ ժողովուրդները գովելու են Հավիտյանս Հավիտենից։